Եկեք չապավինենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների adekvatությանը, իրենք adekvat չեն, իրենք կոլաբորանտ են, այսինքն Թուրքիայի եւ Ադրբեջանի սենց ասենք, նախագծերի իրականացնողը այստեղ, որի համաձայն իրենք տեսնում են Հայաստանի եւ իրենց անվտանգությունը, ներողություն, ոչ թե Հայաստանի, այլ այն Հայաստանի, որը իրենց աչքերի մեջ է, իսկ դա ըստ էության Արևմտյան Ադրբեջանը։ Ես չէի անդրադառնա այս իշխանության adekvatությանը, այո, իրենք անadekvat են։ Ի տարբերություն իրենց Թուրքիան ու Ադրբեջանը գործում են համակարգված եւ համաձայն նախագծի։ Այդ նախագիծը ձևավորվել էր թերևս, չեմ ուզում պատմական էքսկուրսներ անեմ, բոլորս շատ լավ գիտենք, բայց գրեթե 100 տարուց ավել եւ հիմնական նպատակը նա է ձևավորել որոշակի community, թյուրքական պայմանական community, ասած նեոօսմանական, գաղափարների վրա կառուցված Ադրիատիկ ծովից մինչև Չինաստան։ Դրա մեջտեղը մենք ենք, ոչ մեկ չկա, Իրանը ու մենք։ Բայց եթե Իրանը նույնիսկ այս վիճակում իր ռեսուրսային բազիսով, միանշանակ կարող է դիմակայել թե Թուրքիային, դե Ադրբեջանի մասին չեմ խոսում, էլի։ Ուղղակի ինձ կանցնեն չանել զգա ինչպես ոչնչացավ այդ պետությունը, միջալով թալիշների նաև ֆակտորը օգտագործելու 2 միլիոն թալիշ է, 2 միլիոն հաշվեք իրականում լուրջ պրոիրանական ադրբեջանցիները որքան են կազմում։ Թուրք ադրբեջանցիները տվյալները տարբեր են, բայց որոշ տվյալներով 3-ից 5 միլիոն մոտավորապես էլի, դժվար է ասել։ Բայց տեսեք, Թուրքիան ունի նպատակ եւ եւս մեկ անգամ կրկնեմ, նպատակ միավորվել Ադրբեջանի հետ ցամաքով, հետո Կասպից ծովով դուրս գալ Միջին Ասիա։ Դա նպատակ է։